Մաթեմատիկա վերլուծության դասընթացի 24-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր կշարունակենք դիֆերենցիալի հատկությունների ուսումնասիրությունը։ Ու կսկսենք նաև բարձր կարգի դիֆերենցիալները։ Ուրեմն ինչպես միշտ դիֆերենցիալի հատկությունները։ Ինչպես միշտ նայում ենք որ x ենթաբազմություն, բաց ենթաբազմություն Rm-ում եւ ունենք f ֆունկցիան, որը Rm-ից գնում է Rn, x-ից գնում է Rn։ Եթե x-ում, մեծ x-ում ֆիքսել ենք ինչ-որ x կետը, ապա հիշենք, որ ֆունկցիան կոչվում է դիֆերենցիալի, եթե տեղի ունի հետևյալը, f x գումարած h-ը, հանած fx կարելի է ներկայացնել գծային արտապատկերում գումարած մնացորդ, որը կախված է h-ից եւ x-ից, որը մնացորդից պահանջում ենք, որ ինքը լինի փոքր o h-ի նորմից, երբ h-ը ձգտում է 0-ի։ Մանրամասները չեմ ասում, արդեն մի քանի անգամ տեսել ենք։ Առաջ դիֆերենցիալների մասին մեզ ըստ էության մի արդյունք է մնացել ուսումնասիրելու։ Ուրեմն պատկերացնենք հետևյալ դեպքը, դիսուք ունենք ինչ-որ x բազմություն, որը Rm-ից է, եւ ունենք f ֆունկցիան, որը x բազմությունը, որը տիրույթ է կամ գոնե բաց է, փոխմիարժեք արտապատկերում է y բազմության վրա, որը նույնպես Rm-ից է։ Այսինքն այս f ֆունկցիան արդեն փոխմիարժեք է, ենթադրում ենք։ Ստեղ վերցնենք ինչ-որ մի x կետ, պատկերը նշանակենք y-ով, ու հարց է ծագում, որ եթե f-ը դիֆերենցիալի է, ինչ կարելի է ասել f-ի հակադարձի մասին։ Եթե ես ենթադրել եմ, որ արդեն հակադարձը գոյություն ունի, այսինքն f ֆունկցիան փոխմիարժեք է։ Ուրեմն հետևյալ արդյունքը տալիս է բավարար պայման, որպեսզի հակադարձ ֆունկցիան լինի դիֆերենցիալի։ Ուրեմն թեորեմ։ Ուրեմն այս թեորեմը մենք անվանենք հակադարձ ֆունկցիայի դիֆերենցիալը։ Հատուկ շեշտում ես, որովհետև ունենանք սրա նման մի թեորեմ մի քիչ ավելի ուշ, որը կտա բավարար պայման, որպեսզի հակադարձ ֆունկցիան գոյություն ունենա։ Այսինքն այս թեորեմում մենք հակադարձ ֆունկցիայի գոյությունը պարզապես ենթադրելու ենք։ Ուրեմն դիցուք տրված է f փոխմիարժեք ֆունկցիան, ընդ որում ուրեմն 3 պայման կա։ Ընդ որում առաջի պայմանը ասում եմ, որ f-ը անընդհատ է x-ում, այսինքն այս պայմանը ես կարող եմ նույնիսկ չգրել, որովհետև հաջորդ պայմանը միանգամից տալիս է դա, f-ը դիֆերենցիալի է x-ում։
Եվ f-ի դիֆերենցիալը, ուրեմն այս կլինի գծային արտապատկերում rm-ից rm դարձելի է։ Այսինքն գոյություն ունի հակադարձ արտապատկերումը։ Մենք փոխմիարժեք եւ գոյություն ունի հակադարձ արտապատկերումը։ Եվ երրորդ պայմանը f-ի հակադարձ ֆունկցիան, որը ես կնշանակեմ f-1-ով, f-1-ը անընդհատ է y-ում։ Ուրեմն ըստ էության կա երկու պայման։ Պետք է f-ը լինի դիֆերենցիալի x-ում եւ հացանցյալը լինի դարձելի, եւ f-1 պետք է անընդհատ լինի x-ում, y-ում։ Ուրեմն f-1 գոյություն ունի, որտեղ այստեղ արդեն ենթադրել եմ, որ f ֆունկցիան փոխմիարժեք արտապատկերում է x բազմությունից y, ընդ որում x-ը բաց բազմություն է։ Ապա f-1-ը դիֆերենցիալի է y-ում եւ ունենք հետեւյալ բանաձևը դիֆերենցիալի համար։ Եթե ես ուզում եմ հաշվել f-1 ֆունկցիայի դիֆերենցիալը y կետում, ապա կարող եմ վերցնել f-ի դիֆերենցիալը x կետում եւ հակադարձը։ Ահա։ Այո, fx հավասար է y։ Թեորեմի մեջ ամեն ինչ նորից չգրեցի, ուրեմն x կետի մասն էլ բան չասեցի, ուրեմն x բաց բազմության մեջ ունենք ինչ-որ մի x կետ, պատկերը նշանակում ենք y-ով, ենթադրում ենք, որ f-ը դիֆերենցիալի է x-ում, ընդ որում դիֆերենցիալը դարձելի է, ես ենթադրել եմ, որ rm-ը ստեղ նույնն է, չափողականությունը, հակառակ դեպքում գծային արտապատկերում չի կարող լինել դարձելի։ Եվ ենթադրում եմ, որ f-1-ը նույնպես անընդհատ է։ Այսինքն ոչ մի պատճառ չկա, որ f-1-ը լինի անընդհատ, մենք ենթադրում ենք, որ f-1-ը անընդհատ է։ Այդ դեպքում f-1-ը դիֆերենցիալի է y-ում եւ տեղի ունի s հավասարությունը։ Իրականում այն, որ df-ը դարձելի է, մի քիչ ավելի ուշ կտեսնենք, որ այդ մեզ երաշխավորում է, որ f-ը կլինի փոխմիարժեք x-ի փոքր շրջակայքից y-ի փոքր շրջակայք, բայց այդ կունենանք ավելի ուշ։ Այս պայծրությամբ մենք ենթադրում ենք, մեզ հետաքրքրում է միայն հակադարձ ֆունկցիայի դիֆերենցիալիությունը եւ բանաձևը հակադարձ ֆունկցիայի դիֆերենցիալի համար։ Դրանք կարող ենք մի քիչ մանրամասն նայել, թե ինչ է նշանակում df-ի դարձելիությունը։ Կարող ենք։ Ուրեմն ինչ է նշանակում գծային արտապատկերման դարձելիությունը։ Ուրեմն ես ունեմ գծային արտապատկերում։ Հիշեցնենք, որ գծային արտապատկերների տարածությունը ես նշանակում եմ L Rm, եկեք ընդհանուր դեպք գնայինք, Rm-ից Rn։ Դարձելիություն նշանակում է, որ այս արտապատկերումը ունի հակադարձ։ Այսինքն an, ուրեմն սահմանում կասենք, որ an դարձելի է կամ հակադարձելի է, չգիտեմ, ինչ որ կարող է, ինչ որ տերմին կա, որ օգտագործում է գծային հանրաշոր, an դարձելի է, եթե այն փոխմիարժեք է։ Հարցը ցակում ինչի է պետք է առանձին բառ օգտագործել, դե որտեղ գծային արտապատկերումների դեպքը մի քիչ ուրիշ է։ Ասենք անգլերենով ասում ենք inversible եւ one to one։ Հիմա հայերենում է լավ կլինի ինչ որ տերմին լինի, չգիտեմ, եթե դարձելին տարօրինակ է թվում, եթե անցնում եք կարող եք տեսնել, թե ինչ տերմին է օգտագործում գծային հանրաշում, եթե չէ ինչ որ պահ կլինի կտեսնեք։
Կարծիքով դարձելին քիչ թե շատ հասկանալի է թե ինչ է նշանակում, այսինքն գոյություն ունի հակադարձ։ Բայց մտնում եմ, որ A արտապատկերումը չի կարող լինել դարձելի, եթե M-ը հավասար չի N-ին։ Այսինքն գծային արտապատկերումը RM-ից RN կարող է լինել դարձելի այն եւ միայն այն դեպքում, այսինքն դարձելի պարտադիր չի որ լինի, բայց եթե դարձելի է, ուրեմն մի փոքր լեմ։ Եթե A-ն դարձելի է, ապա անպայմանորեն M-ը հավասար է N-ին։ Առաջարկում եմ ինքնուրույն ապացուցեք, դժվար բան չկա, պետք է ուղղակի հասկանալ, թե ինչ սահմանափակումներ է առաջացնում A-ի գծային լինելը։ Օրինակ, ինչի N-ը չի կարող մեծ լինել M-ից, որովհետև A-ի պատկերը չի կարող լինել A-ի պատկերի չափողականություն չի կարող լինել M-ից ավելի մեծ։ Եթե A-ն գնում է M-ից ինչ-որ միտեղ, ապա RM-ի պատկերը A-ով ինքը կլինի բնականաբար գծային ենթատարածություն, վեկտորական ենթատարածություն, որի չափողականությունը այս M-ից մեծ լինել չի կարող։ Հետևաբար, եթե հակադարձ կա, այսինքն փոխմիարժեք է, ապա N-ը չի կարող M-ից մեծ լինել։ Այդ նման մի պատճառով էլ N-ը չի կարող M-ից փոքր լինել, ստացվում որ M-ը պետք է հավասար լինի N-ի։ Հիմա ուրեմն նորից վերադառնանք այս ձևակերպումին։ Բայց հակադարձ ասելով ինչ եք հասկանում, էլի։ Հակադարձ ասելով նկատի ունենք հակադարձ արտապատկերումը, մի րոպե։ Ուրեմն եկեք մի քիչ ավելի ընդհանուր դեպք ունենք, այդ դեպքում եկեք f-ի համար կամ ինչ-որ մի ցանկացած f արտապատկերման համար այդ նույն բանը անենք։ Ունենք f արտապատկերումը, որը x ինչ-որ абստրակտ բազմությունից գնում է y բազմությունը։ Հիմա 3 հասկացողություն կա սրա վերաբերյալ։ Ուրեմն f-ը ինյեկտիվ է, f-ը ինյեկտիվ է, ինչ է նշանակում սա սահմանման։ Այս նշանակում է, որ ցանկացած x y-ի համար x-ից, եթե ես ունեմ, որ f(x)-ը հավասար է f(y)-ի, ապա x-ը հավասար է y-ի։ Ուրեմն f-ը սուրյեկտիվ է, ըստ սահմանման նշանակում է, որ ցանկացած տարր, ցանկացած y, որը պատկանում է մեծ y-ին, ունի հակադարձ պատկեր, այսինքն գոյություն ունի x x-ից, այնպես որ fx-ը հավասար է y-ի։ Հիմա եթե f-ը համ սուրյեկտիվ է, համ ինյեկտիվ, ասում ենք, որ f-ը փոխմիարժեք է։ F-ը փոխմիարժեք է, այս նշանակում է սահմանման, որ f-ը ինյեկտիվ է և սուրյեկտիվ։ Այս վերջի դեպքում ես կարող եմ սահմանել f-ի հակադարձ արտապատկերումը։ Ոնց ենք սահմանում f-ի հակադարձը։ F-ի հակադարձը ուրեմն f-ը արտապատկերում էր x-ից y, ընդ որում փոխմիարժեք է։ Վերցնում ենք ցանկացած y, որը պատկանում է y-ին, սրան համար ես կարող եմ գտնել x, որը պատկանում է x-ին, այնպես որ f(x)-ը հավասար է y-ի, ընդ որում ուրեմն այս սուրյեկտիվություններ, ինյեկտիվությունից հետևում է, որ այս x-ը միակն է, այսինքն եթե տրված է y, ապա գոյություն ունի ընդ որում միակ x-ը, այնպես որ f(x) հավասար է y։ Ուրեմն ըստ սահմանման հակադարձ արտապատկերումը, որը պետք է գնա y-ից x, y կետի վրա, այս y կետի վրա ընդունում է այս x արժեքը, f-1 y-ը հավասար է x-ի։
Հարցեր կան սրա վերաբերյալ։ Այսինքն ունենք f արտապատկերում է x-ից y, փող միարժեք նշանակում է, որ երկու տարբեր կետեր արտապատկերվում են երկու տարբեր կետերի վրա եւ ցանկացած կետ y-ում ունի հակադարձ պատկեր։ Եթե ինքը փող միարժեք է, կարող եմ սահմանել հակադարձ արտապատկերումը։ Ոնց եմ սահմանում հակադարձ արտապատկերումը։ Պարզապես տրված y-ին համապատասխանության մեջ եմ դնում այն միակ x-ը, որի համար fx-ը հավասար է y-ի։ Ու դրանում դնում եմ f-1։ Հիմա գծային արտապատկերումների համար հակադարձը կարող է գոյություն ունենալ, եթե չափողականությունները նույնն են։ Պարտադիր չի, որ գոյություն ունենա, օրինակ եթե ամեն ինչ գնում է 0-ի, ապա հակադարձ գոյություն չունի։ Հիմա թեորեմը ասում է հետևյալը, որ ենթադրենք, թե տրված ֆունկցիան փող միարժեք է x-ից y։ Մասնավորապես ես կարող եմ սահմանել հակադարձ ֆունկցիան f-1-ը։ Եթե ես գիտեմ, որ f-ը դիֆերենցիալի է, այս պայմանը կարող ենք անել, էլի, եկեք սրա վրա մեծ գիծ քաշեմ, որտեղ սրա կարիքը չկար։ Սրա կարիքը չկա, որովհետև եթե ես ենթադրում եմ, որ f-ը դիֆերենցիալի է, ապա f-ը նաև անընդհատ է x-ում։ Ուրեմն ենթադրում եմ, որ f-ը դիֆերենցիալի է x-ում, դիֆերենցիալը, որը գծային արտապատկերում է rm-ից rm, պետք է լինի դարձել է, այսինքն ինքը պետք է լինի փող միարժեք։ Մասնավորապես կարող եմ սահմանել դիֆերենցիալի հակադարձը։ Եվ ենթադրում եմ, որ f-ը f-ի հակադարձ ֆունկցիան, ուրեմն f-1-ը, հիշեցնեմ, որ f-1-ը կլինի ֆունկցիա y-ից x։ Ուրեմն f-1-ը ֆունկցիա է y-ից x, ու ես ենթադրում եմ, որ f-1-ը անընդհատ է y կետում։ Այս y-ի համար ես բան չասացի, բայց ենթադրում ենք, որ x եւ y-ը բաց բազմություններ են։ Եկեք ստեղ ավելացնեմ, որպեսզի երկիմաստություն չառաջանա, x, y-ը բաց են։ Այսինքն ես պայմանների մեջ եմ մտնում։ Ունենք x, y բաց բազմությունները, f-ը x-ից y փող միարժեք արտապատկերում է, դիֆերենցիալի x-ում դիֆերենցիալը դարձելի եւ f-1 անընդհատ, ապա f-1-ը դիֆերենցիալի y-ում եւ դիֆերենցիալը կարելի է հաշվել այս բանաձևով։ Նախ այս բանաձևի մասին ոնց կարելի է հիշել կամ հասկանալ այս բանաձևը։ Ուրեմն դիտարկում Ենթադրենք մենք գիտենք, որ f-ը եւ f-1-ը դիֆերենցիալի են։ Նախ ես գիտեմ, որ f-1 համադրույթ f(x)-ի հետ հավասար է x, ըստ սահմանման։ f-1 այդ այն ֆունկցիան է, որը ցանկացած y կետ տանում է իր հակադարձ պատկերի վրա։ Հիմա f(x)-ի հակադարձ պատկերը x-ն է, այսինքն f-1 f(x) հավասար է x-ի։ Այսինքն եթե ես գիտեմ, ընդ որում սա ճիշտ է ցանկացած x-ի համար։ Եթե ես գիտեմ, որ այս երկուսն էլ f-ն էլ f-1-ն էլ դիֆերենցիալի են, ես կարող եմ կիրառել համադրույթի դիֆերենցիալի բանաձևը։ Ճիշտ է, ես ունեմ երկու ֆունկցիա, մեկը այս երկու ֆունկցիաների համադրույթն է, մյուսը նույնական արտապատկերումն է, x-ը տանում է x-ին։ Ես կարող եմ կիրառել երկու ֆունկցիաների համադրույթի դիֆերենցիալի բանաձևը։ Հիմա ոնց ենք անում այդ, ուրեմն ես պետք է վերցնեմ, եթե ես դիֆերենցիալն եմ հաշվում, ստացվում է ես պետք է վերցնեմ f-1-ի դիֆերենցիալը f(x) կետում եւ վերցնեմ համադրույթ f-ի դիֆերենցիալի հետ x կետում։ Այդ ձախ մասի դիֆերենցիալներ, աջ մասը նույնական արտապատկերում է, մենք գիտենք, որ նույնական արտապատկերման դիֆերենցիալը հենց ինքն է, գծային արտապատկերման դիֆերենցիալը հենց ինքն է, ստեղ մենք ունենք գծային արտապատկերում։ Ուրեմն այս հավասարությունը ցանկացած x-ի համար, այս հավասարությունը գծային արտապատկերումների համար։ Ճիշտ է, սրանցից յուրաքանչյուրը գծային արտապատկերում է rm-ից rm։ rm
Եվ սա էլ է պատկանում L RM-ին։ Հիմա եթե ես ենթադրեմ, որ DF-ը դարձելի է X կետում, ապա ստեղից միանգամից ստանում եմ հետևյալը, որ հակադարձի դիֆերենցիալը fx կետում հավասար է ձախ կողմից բազմապատկվում եմ f-ի հակադարձով։ Մատրիցների համար հուսով եմ հակադարձը, արտադրյալը եւ այլն անցել եք։ Այսինքն եթե ես ունեմ, որ AB-ն ունեմ երկու m չափի մատրից, m անգամ m չափի մատրից, եթե ես ունեմ, որ A համադրույթ B-ն, այսինքն A անգամ B-ն հավասար է միավորի, ապա ստեղից հետևում, որ A-ն B-ի հակադարձ մատրիցն է։ Այստեղ գրած է տույն բանը, ես ունեմ մի մատրից, բազմապատկում եմ մի ուրիշ մատրիցով, ստանում եմ միավոր արտապատկերում, հետևաբար այս մատրիցը կամ այս գծային արտապատկերումը հավասար է սրա հակադարձին։ Այսինքն ստացվի DF-ը X կետում եւ -1։ Ստեղ այս բանաձևը հենց սա էր։ Եթե ես ուզում եմ հաշվել հակադարձ արտապատկերման դիֆերենցիալը Y կետում, որը X-ի պատկերն է F-ով, ես պետք է վերցնեմ F-ի դիֆերենցիալը X կետում ու վերցնեմ իր հակադարձը։ Ստեղ գրված է հենց այդ։ Պարզապես Y-ի փոխարեն գրված է Fx։ Այսինքն, եթե ես գիտեմ, որ սրանք F-ը եւ F-1-ը դիֆերենցիալի են, ես միանգամից կարող եմ եզրակացնել, որ F-1-ի դիֆերենցիալը այդ F-ի դիֆերենցիալն է Y-ին համապատասխան կետում -1 աշճան, այսինքն դրա հակադարձը։ Նույն ձևով ոնց որ մեկ չափանի դեպքում, եթե ես ուզում եմ հաշվել եթե ես ունեմ ինչ-որ ֆունկցիա x, y, եթե ես վերցրեցի ինչ-որ կետ ու հաշվեցի այս ֆունկցիայի ածանցյալը, այսինքն շոշափողի եւ x-երի առանցքի հետ կազմած եւ x-երի առանցքի կազմած անկյունը, հիմա ես նայում եմ սրա հակադարձ ֆունկցիան, այս f ֆունկցիան էր, ես կարող եմ նայել f-1, այսինքն հիմա ես արդեն արժեքները տրված են y-ի վրա, ես գնում եմ x-ի վրա։ Ես գիտեմ, որ f-1 y-ի ածանցյալը, ոնց պետք է հաշվեմ, այստեղ ինչ ենք ասում, մենք ասում ենք, որ մենք ուզում ենք հաշվել x-երի եւ y-ի շոշափող ուղի եւ x-երի կամ y-ների առանցքի կազմած անկյան տանգենսը։ Այսինքն, եթե այս ուղը ես շարունակեմ մինչև x-երի առանցքի հետ հատումը, ապա առաջանում է երկու անկյուն, այս մի անկյունը S է, ալֆան է, մյուս անկյունն էլ y-ների հետ կազմած անկյունն է, S էլ կլինի բետան։ Նա ինչ է ասում այս f-1y-ը, ուրեմն f-1y-ը հավասար է 1 բաժանած f'(x)։ Ուրեմն սա x կետներ, սա y կետներ։ Ինչ կարող եմ ասել ալֆա եւ բետա անկյունների համար, ալֆա եւ բետա անկյունների համար ես կարող եմ ասել, որ դրանց գումարը հավասար է 90 աշճանի։ Ալֆա գումարած բետան հավասար է π/s-ի, կամ նույնն է, որ բետան հավասար է π/s հանած ալֆա։ Իսկ ես ինչ է նշանակում, ես գիտեմ, որ f'(x)-ը այս հավասար է տանգենս ալֆա, ճիշտ է, շոշափողի եւ x-երի առանցքի հետ կազմած անկյունը, եւ f-1 y կետում, ոնց կրենք որ լավ լինի, f-1 շտրիխը y կետում, այդ հավասար է տանգենս բետա։ Բայց տանգենս բետան ինչ է գրած, այս հավասար է տանգենս π/s հանած ալֆա, դե եթե գրենք սինուսով եւ կոսինուսով եւ այլն, կստանանք 1 բաժանած տանգենս ալֆա, այսինքն 1 բաժանած f'(x)։ Այսինքն մեկ չափանի դեպքում կարող եք նույնիսկ երկրաչափորեն հեշտությամբ տեսնել, որ հակադարձ ֆունկցիայի ածանցյալը y կետում հավասար է 1 բաժանած ուղիղ ֆունկցիայի ածանցյալի վրա x կետում։ Բազմաչափ դեպքում պետք է օգտագործել արդեն մի քիչ ավելի բարդ հաստարկ, բայց արդյունքը նույնն է,
հակադարձ ֆունկցիայի ածանցյալը հավասար է ուղիղ ֆունկցիայի ածանցյալի հակադարձին կամ դիֆերենցիալը։ Կան հարցեր ձևակերպման վերաբերյալ։ Շատ լավ, եթե չկան, եկեք արագ ապացուցենք այս արդյունքը, ուրեմն ապացույց։ Ուրեմն ես ինչ գիտեմ։ Ես գիտեմ, որ ուրեմն x-ը եւ y-ը ֆիքսած են։ X-ը կետեր x-ում, մեծ x-ում, y-ը սրա պատկերն էր եւ պատկանում էր y-ին։ Հիմա ես գիտեմ, որ f x գումարած h հանած f(x)-ը հավասար է դիֆերենցիալը, որ ես կնշանակեմ, որպեսզի հեշտ լինի գրելը i-ով, a կիրառած h-ի վրա գումարած r կախված h-ից, որտեղ r-ը փոքր է h-ի նորմից։ Ուրեմն ամեն անգամ չեմ ասում, մենք գործ ունենք միայն rm տարածության հետ։ Rm տարածությունը մենք կարող ենք ընտրել ցանկացած նորմ, քանի որ բոլոր նորմերը համարժեք են։ Այսինքն, եթե լրացուցիչ ինչ-որ բան չի ասվում, ուրեմն ես վերցրել եմ Էվկլիդեսյան նորմը, կոորդինատների քառակուսիների գումարից քառակուսի արմատ։ Ուրեմն ես ունենք, ես գիտենք, որ սա ճիշտ է։ Ինչ ենք ուզում ապացուցել։ Ուզում ենք ապացուցել հետևյալը, որ եթե j-ով նշանակեմ հակադարձ ֆունկցիան, հավասար է f-1, f-1-ը ինքը գործում է y-ից x, ապա կարող եմ գրել հետևյալը. j y գումարած k հանած jy հավասար է ինչ-որ մի գծային արտապատկերում, որը գործում է k վեկտորի վրա, գումարած մնացորդ r1-ը k-ից կախված, r1-ը k-ից կախված հավասար է փոքր o k-ի նորմից։ Սա եմ ուզում ապացուցել, սա դեռ չգիտեմ։ Քանի որ f-ի մասին մենք առանձնապես շատ բան չգիտենք, մենք գիտենք f-ի դիֆերենցիալությունից կետում։ Պարզ է, որ այս հավասարությունը ստանալու միակ ձևը պետք է սրան ավելի ուշադիր նայենք։ Տեսնենք ոնց կարելի է գրել։ Մեկից մի փոքր նկար նկարենք։ Մենք ունենք x-ը, ստեղ ունենք փոքր x կետ եւ x գումարած h, ստեղ ունենք y-ը, ունենք y կետ եւ y գումարած k վեկտորը։ Դա գործում է f արտապատկերումը։ Ես գիտեմ, որ հակադարձը նույնպես որոշված է, քանի որ ենթադրել եմ, որ f-ը փոխմիարժեք է։ Մենք ուզում ենք հաշվել այս տարբերությունը j(y) գումարած k հանած j(y)։ Ուրեմն նախ նկատենք, որ եթե k-ն տրված է, ուրեմն k-ն պատկանում է rm-ին, ընդ որում ես գիտեմ, որ y գումարած k-ն պատկանում է իմ y բազմությանը։ Բայց f-ը փոխմիարժեք էր։ Հետևաբար այս y գումարած k-ն ունի հակադարձ պատկեր։ Այսինքն y գումարած k-ի համար գոյություն է այնպիսի h rm-ում, որ f-ը կիրառած x գումարած h-ի վրա հավասար է y գումարած k։ Ուրեմն այս կետը ունի հակադարձ պատկեր։ Ստեղ։ Ես իրան բնականաբար կարող եմ գրել x գումարած h տեսքով, ինչ կետ էլ լինի։ Ուրեմն ստանում ենք ֆունկցիա h ֆունկցիան, որը կախված է k-ից։ Ուրեմն h-ը ինքը կախված է k-ից։ Այսինքն ցանկացած k-ի համար, որի համար ճիշտ է այս հավասարությունը, այսինքն այս ինչ է նշանակում, այս նշանակում է, որ k-ն պատկանում է, այս նույն բանն է, որ ասենք k-ն պատկանում է y բազմությունից, ես հանում եմ k-ն, y բազմությունից, մեծ y բազմությունից, ինչ գրեցի, ուրեմն k-ն պատկանում է մեծ y բազմությունից, ես հանում եմ փոքր y-ը։ Այսինքն ցանկացած k-ի համար այս բազմության մեջ ես կարող եմ գտնել h, որը սրան բավարարում է։ Ընդ որում, ես գիտեմ, որ հակադարձ ֆունկցիան անընդհատ է, հետևաբար այս h ֆունկցիան ձգտում է 0-ի, երբ k-ն ձգտում է 0-ի։ Սա ճիշտ է, քանի որ f-1-ը
անընդհատ է y-ում։ Շատ լավ, եկեք հիմա օգտագործենք այս հավասարությունը, ուրեմն սա ճիշտ է ցանկացած հաշվի համար, որ երբ x գումարած հաշվը պատկանում է x-ին, օգտագործելով այս y կետերը։ Ուրեմն ես գիտեմ, որ fx գումարած հաշվը հավասար է y գումարած k, այսինքն ստեղ կարող եմ գրել y գումարած k, y գումարած k, հանած fx-ը y-ն էր, ստացվում է y, ես գրեցի այս հավասարության ձախ մասը, շարունակում ենք հավասար է an կիրառած հաշվի վրա, բայց հաշվը ինչի հավասար։ Ես գիտեմ, որ fx-ը հավասար է y-ի և fx գումարած հաշվը հավասար է y գումարած k-ի։ Իսկ այդ նշանակում է, որ x գումարած հաշվը x-ը հավասար է j-ի և x գումարած հաշվը հավասար է j y գումարած k-ի։ Պարզապես ես նույն բանը գրեցի հակադարձ ֆունկցիայի տեսակետից։ X գումարած հաշվը y գումարած k-ի հակադարձ պատկերն է։ Այսինքն հաշվի փոխարեն ես կարող եմ գրել այս երկու հավասարությունից միանգամից ստացվում է, որ հաշվը j y գումարած k-ի և j-ի տարբերությունն է։ Եկեք գրենք, ուրեմն j y գումարած k հանած j և գումարած r, որը կախված է հաշվից, որն էլ իր հերթին կախված է k-ից։ Ուրեմն եկեք երկու կողմեր բազմապատկենք i-ի հակադարձով, ես ենթադրել եմ, որ f-ի դիֆերենցիալը y կետում դարձելի է, այսինքն այս an, որը դիֆերենցիալն է, դարձելի է, ես կարող եմ բազմապատկել i-ի հակադարձով։ Եթե բազմապատկում եմ i-ի հակադարձով, ստանում եմ հետևյալը։ Ուրեմն այստեղ ձախ մասում բնականաբար y-ները կրճատվում են, մնում է k։ Եկեք ձախ մասում գրեմ այս տարբերությունը, ստացվում է j y գումարած k հանած j հավասար է, կստացվի a-1 կիրառած k-ի վրա, հանած a-1 կիրառած r hk-ի վրա։ Ուրեմն ստեղ արդեն հասկանալի է ով է, բնականաբար այս լինելու է իմ դիֆերենցիալի արժեքը k-ի վրա, այս էլ լինելու է իմ մնացորդը։ Այսինքն իմ դիֆերենցիալի թեկնածուն a-1-ն է, մնացորդի թեկնածուն r1k-ն հավասար է մինուս a-1 r-ը հաշված hk-ի վրա։ Ուրեմն, բայց հիմա տեսնենք ինչ խնդիր կարող է առաջանալ, եթե մենք ուզում ենք r1k-ն գնահատենք, r1k-ն ես պետք է բաժանեմ k վեկտորի վրա և ուզում եմ ցույց տալ, որ ինքը ձգտում է 0-ի։ Ոնց եմ սահմանել r1k-ն, r1k-ն հավասար է մինուս a-1 r, որը կախված է hk-ից և բաժանած k-ի նորմի վրա։ A-1-ը գծային արտապատկերում է, հետևաբար ինքը սահմանափակ է, այսինքն ես կարող եմ սա գնահատել c-ով, ստեղ առաջանում է r, որը հաշված է hk-ի վրա, և բաժանում եմ k-ի վրա։ Դեռ պարզ չի ինչ կարելի անել սրա հետ, բայց ես գիտեմ, որ hk-ն ձգտում է 0-ի, երբ k-ն ձգտում է 0-ի։ Եկեք hk-ն ավելի բացահայտ գրենք, ստացվում է c, r-ը, որը կախված է hk-ից, սրա նորմը, բաժանած hk-ի նորմի վրա, բազմապատկած hk-ի նորմը, բաժանած k-ի նորմի վրա։ Ուրեմն ինչ ես գիտեմ, որ այս առաջի արտադրիչը ինքը ձգտում է 0-ի, երբ k-ն ձգտում է 0-ի։ Ինչի, որովհետև ես գիտեմ, որ hk-ն ձգտում է 0-ի, այստեղ օգտագործում եմ հակադարձ ֆունկցիայի անընդհատությունը, և գիտեմ, որ r-ը փոքր o-ի հաշվից, այսինքն եթե r-ը ես բաժանում եմ այս նորմի վրա, ինքը ձգտելու է 0-ի, երբ սրա նորմը ձգտում է 0-ի։
Այսինքն առաջին ձգտում է 0-ի, բայց այս երկրորդի մասին ես ինչ գիտեմ, ես գիտեմ, որ h-կան ձգտում է 0-ի, բայց h-կան ես բաժանում եմ k-ի վրա, որը նույնպես փոքր է։ Այսինքն սրա հետ մի բան պետք է անել, ես պնդում եմ, որ սա, ես պնդում եմ, որ ինչ որ գրված է ստեղ, ինքը կարելի է գնահատել ինչ որ մի հատ C1 թվով։ Այսինքն, եթե ես ցույց տամ, որ h-կան բաժանած k-ի սահմանափակ է, երբ կան ձգտում է 0-ի, ապա ամեն ինչ ապացուցված կլինի, որովհետև ես ցույց կտամ, որ j(y) գումարած k հանած j(y)-ը ներկայացում է գծային արտապատկերում կիրառած k-ի վրա, գումարած փոքր k-ից։ Այսինքն միակ բանը, որ ինձ մնում է ցույց տալ, հետեն է, որ h-կան սահմանափակ է C1 անգամ k-ով։ Դրա համար եկեք վերադառնանք մեր այս նախորդ ներկայացմանը, մենք ունեինք սա։ Մենք ունենք այս հավասարությունը։ Ուրեմն այս f(x) գումարած h-ը այդ y գումարած k-ն էր, x-ը այդ y-ն էր։ Այսինքն ես կարող եմ գրել, որ փաստորեն այս նույն բանն է, ուղղակի h-ով եմ գրում, h-ի տերմիններով եմ գրում, ստացվում է, որ k-ն հավասար է an կիրառած h-ի վրա գումարած r-ը կախված h-ից, որտեղ երկու այս ձախ մասում h-ը ֆունկցիա է h-k-ից։ Հիմա ես կարող եմ մի քիչ ուրիշ ձևով գրել, այս նույն բանն է, որ ասենք an կիրառած h-ի վրա, որը ֆունկցիա է k-ից, հավասար է k հանած r, որը կախված է h-ից։ Հիմա ես եթե վերցնեմ նորմա երկու կողմերի, ստանամ AH-ի նորմա, կամ եկեք A-1-ով էլ բազմապատկենք, եկեք A-1-ով բազմապատկենք, ստացվի H-ը հավասար է A-1K հանած R A-1 R կախված H-ից։ Եթե ես վերցնեմ հիմա նորմա H-ի, ապա եկեք ստացվի ավելի փոքր է, A-1 այդ ինչ-որ մի հատ թիվ է, A-1-ի նորմը մենք նշանակեցինք C-ով, C անգամ K-ի նորմ, գումարած, A-1 էլի գնահատվում է C-ով, իսկ R-ն էլ կարելի է գնահատել էպսիլոն անգամ H-ի նորմ։ Ընդ որում, այս էպսիլոն ձգտում է 0-ի, երբ K-ն ձգտում է 0-ի։ Ինձ հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենում h-ի հետ, երբ k-ն ձգտում է 0-ի, ես կվերցնեմ k-ն այնքան փոքր, որ այս c անգամ էպսիլոն կլինի 1/2-ից փոքր։ Ուրեմն սա կլինի 1/2-ից փոքր, երբ k-ի նորմը փոքր է ինչ-որ դելտայից։ Հենց այս նույն k-երի համար ես այս հավասարությունից կգտնեմ, որ h-ը, որը կախված է k-ից, ավելի փոքր է, եթե ստանեմ այս անդամը ստեղ, ստացվի ավելի փոքր է, քան 2c անգամ k-ի նորմ, երբ է սա ճիշտ, երբ k-ն փոքր է դելտայից։ Այսինքն այս անհավասարությունը, որ գրված է ստեղ, միշտ չէ ճիշտ, բայց ինքը ճիշտ է փոքր k-երի դեպքում, ընդ որում այս C1-ի փոխարեն կարող եմ վերցնել 2 անգամ C։ Վերջ, ամեն ինչ ապացուցվեց, ես ցույց տվեցի, որ այս մնացորդը, որի անուն դրել է R1, ինքը փոքր է k-ից, սա էլ գծային արտապատկերում է, հետևաբար ժ-ն դիֆերենցիալի է y կետում։ Սրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր դրա վերաբերյալ։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ուրեմն անցնում ենք բարձր կարգի դիֆերենցիալներին։
Ուրեմն ինչի համար են պետք բարձր կարգի դիֆերենցիալները նախ։ Ես հիշեցնեմ, որ առաջի կիսամյակում ձեր ուսումնասիրած ամենակարևոր արդյունքներից մեկը Թեյլորի բանաձևն է, որը ասում էր հետևյալը, որ f x գումարած h-ը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով, կարելի է մոտարկել բազմանդամով ըստ h-ի։ Կան հավասար է 0-ից, ասենք ինչ-որ մի հատ կամ չէ, կայով մենք ուղարկություն ենք նշանակում, j-ին հավասար է 0-ից ինչ-որ կա, վերցնում ենք f-ի j-երորդ ածանցյալը x կետում, բաժանում ենք j ֆակտորիալի վրա և բազմապատկում ենք h-ի j աստիճանով, գումարած փոքր o h-ի աստիճանից։ Այսինքն Թեյլորի բանաձևը ասում է, որ f-ը ցանկացած x կետի փոքր շրջակայքում, եթե ինքը կա անգամ ածանցելի է, կարելի է մոտարկել բազմանդամով։ Սա բազմանդամ է s h-ի և մնացորդը կլինի ավելի փոքր, քան թե s h-ի ամենաբարձր աստիճանը, որը մտնում է բազմանդամի մեջ։ Հիմա նպատակը մեր այդ նույն ներկայացումն է։ Հիմա մեր դեպքում արդեն h-ը կլինի ոչ թե թիվ, այլ կլինի վեկտոր։ Հետևաբար ստեղած բազմանդամի թեկնածուն կլինի մի քանի փոփոխականի բազմանդամ և գումարած մնացորդ։ Այսինքն նպատակը Թեյլորի բանաձևը ընդհանրացնել մի քանի փոփոխականի ֆունկցիաների վրա։ Դրա համար նախ մենք ներկայացնենք մի քանի փոփոխականի ֆունկցիաների ողորկության հատկությունը։ Մինչև այս պահը մենք ուսումնասիրել ենք միայն C1 ողորկությունը, այսինքն ուսումնասիրել ենք ֆունկցիաներ, որոնք անընդհատ ածանցելի են։ Ինչ է նշանակում անընդհատ ածանցելի։ Նշանակում է, որ առաջի կարգի ածանցյալները գոյություն ունեն և անընդհատ են։ Օրինակ հիշենք այդ սահմանումը։ Սահմանում ուրեմն ես ֆիքսում եմ ինչ-որ x տիրույթ, ուրեմն սրանից հետո ամեն անգամ չեմ կրկնելու x-ը կլինի տիրույթ, այսինքն բաց և կապակցված բազմություն։ Ու հիշենք նաև, որ մենք տեսել ենք, որ f-ը, եթե ինքը վեկտորական ֆունկցիա է, ինքը դիֆերենցիելի է ինչ-որ մի կետում, եթե յուրաքանչյուր կոորդինատ է դիֆերենցիելի։ Դրա համար մենք ուսումնասիրենք սկալար ֆունկցիաները։ Այսինքն վեկտորական ֆունկցիաների համար, յուրաքանչյուր կոորդինատի համար կարող ենք այդ նույն բանը անել։ Ուրեմն կնայենք ֆունկցիա f, որը գնում է x-ից r, այսինքն ոչ թե rn, այլ գնում է x-ից r։ Հիմա առաջի սահմանում մենք արդեն տեսել ենք, առաջի կետը սահմանման մենք արդեն տեսել ենք։ Ուրեմն կասենք, որ f-ը պատկանում է C1 դասին x-ից, այսինքն անընդհատ ածանցելի x-ում, եթե տեղի ունի հետևյալը ըստ սահմանման, այս նշանակում է, որ ցանկացած j-ի համար 1-ից m գոյություն ունեն f-ի մասնակի ածանցյալները։ Այսինքն ֆիքսում եմ բոլոր կոորդինատները բացի j-երորդից և ածանցում եմ ըստ այդ j-երորդ կոորդինատի x-ի ցանկացած կետում։ Եթե այս ածանցյալները գոյություն ունեն, սա բնականաբար ֆունկցիա է նույնպես x-ից r։ Ուրեմն ես հիշեցնեմ, որ այս հավասար էր սահման, երբ t-ն ձգտում է 0-ի, f վերցնում եմ x գումարած t անգամ j-երորդ վեկտորը հենքի, հանած fx և բաժանած t-ի։ Ուրեմն գոյություն ունեն մասնակի ածանցյալները, սրանք ֆունկցիա են x-ից r, ու ես պահանջում եմ, որ այս ֆունկցիաները լինեն անընդհատ ամբողջ x-ի վրա։ Ուրեմն f-ը C1 դասից է, եթե գոյություն ունեն բոլոր մասնակի ածանցյալները և դրանք անընդհատ են։ Ընդ որում մենք ապացուցեցինք, որ եթե f-ը պատկանում է C1 դասին, ապա ցանկացած x կետի համար f-ը դիֆերենցիալի է x-ում։ Այս ամենաառաջի արդյունքներից մեկն էր, որ ապացուցել ենք։ Դիֆերենցիալի է x-ում ու դիֆերենցիալի համար էլ մենք բանաձև ունեինք, եթե ուզում եմ հաշվել դիֆերենցիալը, ուրեմն փոքրատառ և մեծատառ համարժեք նշանակումներ են, մեկ ես եմ գրում, մեկ են, երկուսը սովորելու համար։ Եթե ուզում ենք հաշվել h-ում, ապա ինչ պետք է անենք, պետք է վերցնենք բոլոր մասնակի ածանցյալները և բազմապատկենք
Հաշի կորդինատներով։ Ժին հավասար է 1-ից m, df dx ժին x կետում բազմապատկած հաշժիով։ Այս արդեն մենք տեսել ենք։ Հիմա, եթե ունենք ցանկացած կաթիվ, որը մեծ կամ հավասար է 2-ից, ապա ես կասեմ, որ f-ը c կադասից է x-ում, ըստ սահմանման, այդ կնշանակի հետևյալը, ցանկացած i1 i k լավ, գրենք il ինդեքսների համար, i1 il-ը պատկանում է 1-ից m, ընդ որում l-ը կարող է լինել ցանկացած ամբողջ թիվ k-ի եւ 1-ի արանքում, գոյություն ունի հետևյալ ֆունկցիան։ Ես սկզբից f-ը ածանցում եմ ըստ x1-ի, n ինչ-որ ըստ x i1-ի, n ինչ-որ ստացվեց, ես ածանցում եմ ըստ x i2-ի, եւ այլն, վերջում ածանցում եմ ըստ i l-ի։ Այսինքն ես ֆիքսում եմ n կոորդինատները, ըստ որի ես ուզում եմ ածանցել, եւ ածանցում եմ։ Սկզբից ըստ i1-ի, հետո ըստ i2-ի եւ այլն ըստ i l-ի։ Ընդ որում վերցնում եմ ցանկացած երկարության հաջորդականություն վերջավոր երկարությունը պետք է լինի 1-ից մինչև k, այս կան նույն կանե։ Այսինքն վերցնում եմ ցանկացած ածանցյալներ, ինչ երթականությամբ ուզեմ, ստանում եմ ինչ-որ ֆունկցիաներ, ես ասում եմ, որ այս ածանցյալները նախ իրանք պետք է գոյություն ունենան, եւ n ինչ-որ ստացվում է, պետք է լինի անընդհատ x-ի վրա։ Ուրեմն ըստ սահմանման f-ը c կադասից է, եթե f-ը ունի մինչև k կարգի բոլոր մասնակի ածանցյալները, որոնք պետք է լինեն անընդհատ ֆունկցիաներ։ Եկեք օրինակ նայենք։ Օրինակ, ուրեմն եկեք վերցնենք k-ն հավասար է 2, այսինքն ես ուզում եմ նայել երկու անգամ անընդհատ ածանցելի ֆունկցիաներ, եւ որպեսզի հեշտ լինի գրելը, ենթադրենք, որ կա ընդամենը երկու փոփոխական, x1 եւ x2։ Այդ դեպքում ինչ է նշանակում, որ f-ը c2 դասից է x-ի վրա։ Այդ նշանակում է հետևյալը, որ գոյություն ունեն հետևյալ ածանցյալները, որոնք անընդհատ են։ Նախ վերցնում եմ 1 երկարության հաջորդականությունները, կա ընդամենը 2, 1 եւ 2։ Ուրեմն df dx1 df dx2։ Հետո վերցնում եմ 2 երկարությամբ հաջորդականությունները, քանի հատ կա 4 հատ, 1 1 1 2 2 1 եւ 2 2։ Հա, եկեք նշանակում մտցնենք, եկեք այս ածանցյալը որտեղ գրված է, որպեսզի ամեն անգամ այսքան երկար բարակ չգրեմ, գրենք սենց d l երրորդ կարգի ածանցյալ f-ից, ուստեղ գրում ենք dx i1, dx i2 եւ այլն dx i l։ Այս նույն բանն եմ գրել, պարզապես նշանակում է, որ ամեն անգամ չգրեմ այս մի քանի փաղաքցերով, dlf եւ գնում ենք ձախից աջ, չէ, աջից ձախ։ Սկզբից ածանցում ենք ըստ i1-ի, հետո ածանցում ենք ըստ i2-ի, հետո ածանցում ենք ամենավերջում ըստ i-ի։ Ուրեմն այս կոնկրետ այս մեր դեպքում մենք ինչ ենք ստանում, df dx1 df dx2, հետո կա d2f, եթե կրկնվում են, ուղղակի իրար հետևից կրկնվում են, գրելու եմ քառակուսի, dx1 քառակուսի, հետո d2f, սկզբից ածանցում եմ ըստ x1-ի, հետո ըստ x2-ի, d2f, d սկզբից ածանցում եմ ըստ x2-ի,
հետո ածանցում եմ ըստ x1-ի և երկու անգամ ածանցում եմ ըստ x2-ի։ Այսինքն f-ը կլինի երկու անգամ ածանցել x-ում, եթե այս 8, չէ 8 չէր, 7-ը չէր, 6 մասնակի ածանցալները գոյություն ունեն և անընդհատ են։ Շատ լավ։ Ուրեմն նախ հիմա մի հարց է առաջանում։ Ստեղ այս երկու ածանցալների վերաբերյալ։ Ստեղ նույն ֆունկցիան եմ վերցրել, սկզբից ածանցում եմ ըստ x1-ի, հետո ածանցում եմ ըստ x2-ի։ Ստեղ հակառակն է, սկզբից ըստ x2-ի, հետո ըստ x1-ի։ Հարց է ծագում, արդյոք որևէ տարբերություն կա։ Ուրեմն պատասխանը պարզ է, այսինքն պատասխանը պարզ չի, բայց պատասխանը շատ հեշտ է, ոչ տարբերություն չկա։ Ուրեմն ճիշտ է հետևյալ թեորեմը։ Ուրեմն դիցուք f-ը c2 դասից է։ Ապա ցանկացած i, j ինդեքսների համար d2f dx-ի dxj-ին հավասար է d2f dxj dx-ի։ Այսինքն ոչ մի նշանակություն չունի, թե ես ինչ երթականությամբ եմ վերցնում այդ ածանցալները։ Եկեք ապացուցենք այս թեորեմը, ապացույց։ Ուրեմն եթե մենք ունենք, եկեք մի հատ հասկանանք, թե ոնց կարելի է, էլի, ինչ կարելի է անել։ Եթե ունենք մեկ փոփոխականի ֆունկցիա, ապա f x գումարած h հանած fx-ը, Լագրանժի թեորեմը ասում է, որ սա կարելի է ներկայացնել f շտրիխի ածանցալ x գումարած թետա h կետում, որտեղ թետան ինչ-որ մի թիվ է 0-ի և 1-ի արանքում և բազմապատկած h-ով։ Այսինքն, ես նույնն է, որ ասեմ, որ f շտրիխ x գումարած թետա h-ը հավասար է f x գումարած h հանած fx բաժանած ինչ-որ h-ի, ինչ-որ h չէ, բաժանած այս նույն h-ի, բայց եթե ես գիտեմ, որ f շտրիխը անընդհատ է, ինչ կարող եմ ասել։ Կարող եմ ասել, որ ստեղից հետևում է անմիջապես, որ f շտրիխ x-ը հավասար է հենց այս արտահայտությանը գումարած փոքր ու 1-ից։ Այսինքն, այս արտահայտությունը, որը և բնական է, մոտարկում է իմ ածանցալը։ Որը մոտարկում է արագությունը ես չգիտեմ, բայց գիտեմ, որ ինքը կձգտի ածանցալին։ Հիմա այս նույն բանը կարելի է անել երկու անգամ։ Եթե ես ուզում եմ մոտարկել երկրորդ ածանցալը, այս ֆունկցիայի հետ, ես կարող եմ անել մոտարապես նույն բանը։ Այսինքն վերցնեմ սա, x-ը փոխարինեմ x գումարած h-ով, հետո հանեմ այս նույն արտահայտությունը x-ով և ստանամ երկրորդ կարգի ածանցալի մոտարկում։ Այսինքն, երկրորդ կարգի ածանցալը ես հույս ունեմ, որ կարելի է մոտարկել հետևյալ ձևով։ Ես վերցնում եմ այս f'(x-ը, գրում եմ այս նույն արտահայտությունը, բայց f'(x-ով։ f'(x գումարած h, հանած f'(x) և բաժանած h-ի վրա։ Հիմա այս ոչ թե հավասարություն էր, այլ մոտարկում էր։
բայց այս f'(x-ն էլ ես կարող եմ մոտարկել, ինչ կստացվի, f x գումարած 2h հանած f' x գումարած h, ես վերցրեցի f' արտահայտ, մի րոպե, f' չկա ստեղ, f x գումարած h, ես վերցրեցի առաջինի համար մոտարկումը, հանում եմ երկրորդի համար մոտարկումը կլինի f x գումարած h հանած fx, այս ամեն ինչը պետք է բաժանեմ h-ի վրա, այս երկրորդ h-ի հետ լինում է բաժանած h քառակուսի, այսինքն ինչ է ստացվում, որ երկրորդ ածանցալը ես մոտարկեցի հետևյալ ձևով, f x գումարած 2h հանած 2 անգամ f x գումարած h եւ գումարած վերջի անդամը գումարած է, այս երկու անդամները մինուս նշանով էին, գումարած fx բաժանած h քառակուսու։ Այսինքն երկրորդ ածանցալը, եթե ունեմ մի փոփոխականի ֆունկցիա, կարելի է մոտարկել այս տեսակ արտահայտությամբ։ Ինչ արեցի, վերցրեցի առաջի ածանցալը մոտարկեցի, հետո էլ վերցրեցի երկրորդ ածանցալը լրիվ նույն ձևով էլի մոտարկեցի։ Հիմա մի բականի փոփոխականի ֆունկցիաների համար արվում է լրիվ նույն բանը, պարզապես ես անում եմ երկու տարբեր ուղղությամբ։ Եկեք որպեսզի հեշտ լինի գրելը, այսինքն մի քանի փոփոխականներ չլինեն, եկեք ես ենթադրեմ, որ m-ը հավասար է 1-ի, ուրեմն այս ապացույցի մտահղացումն էր։ Եկեք գրենք m-ը հավասար է 2-ի, այսինքն երկու փոփոխականի ֆունկցիա են նայում, ես ուզում եմ ցույց տալ, որ d2f dx1 dx2-ը հավասար է d2f dx2 dx1-ի։ Այսինքն ցանկացած ուղղությամբ ես կարող եմ վերցնեմ ածանցալները։ Դրա համար ես անում եմ այս նույն բանը, բայց երկու տարբեր ուղղությամբ, սկզբից ըստ x1-ի, հետո ըստ x2-ի։ Եկեք միանգամից պատասխանը գրեմ, ուրեմն դելտա, որը կախված է h վեկտորից, h վեկտորը ունի կոորդինատներ h1 եւ h2։ Ես գրում եմ հետեւյալը, s հավասար է, ընդ որում ես հայտարարը դեռ չեմ գրելու, գրում եմ միայն համարիչը։ Եկեք միանգամից պատասխանը գրեմ, հետո տեսնեք, որ n-ը ինչ որ պետք էր։ Ուրեմն f x1 գումարած h1 x2 գումարած h2, ես սրա համարժեքը գրեցի երկու տարբեր ուղղություններով, հանած, հիմա արդեն բաները տարբեր են, սկզբից մի ուղղությամբ եմ գնում, հետո մյուս, այսինքն ստացվում է f x1 x2 գումարած h2 հանած f x1 գումարած h1 x2 եւ գումարած f x1 x2։ Այսինքն այս արտահայտությանը մենք կարող ենք գալ անելով լրիվ նույն բանը, ինչ որ արեցինք մեկ փոփոխականի ֆունկցիաների համար։ Սկզբից առաջի ածանցալը մոտարկեցինք, հետո երկրորդը։ Հիմա ես այս ֆունկցիան կօգտագործեմ, ես գիտեմ, որ այս բոլոր ֆունկցիաները, եթե մի փոփոխականը ֆիքսած է, մյուսի նկատմամբ C2 դասից են։ Հիմա կօգտագործենք միջին արժեքի թեորեմը երկու ձևով։ Ուրեմն առաջի անգամ ես կվերցնեմ S2 անդամը եւ S2-ը։ Երկրորդ անգամ կվերցնեմ այս երկու անդամը եւ S2-ը։ Տեսնենք ինչ է ստացվում։ Ուրեմն այս հավասար է այս երկու անդամի մեջ երկրորդ կոորդինատը նույնն է, այսինքն ես կարող եմ գրել, որ սա հավասար է df ըստ x1-ի x1 գումարած թետա 1 h1 կետում եւ x2 գումարած h2 հանած ստեղ էլ է փոխվում միայն առաջի կոորդինատը, կստացվի մի րոպե, մոռացա բազմապատկել h1-ով։ Պետք է բազմապատկել h1-ով։ Եվ հանած df dx1 x1 հա
Չէ, մի րոպե, մի քիչ լավ չարեցի, որովհետև ստեղ ուրիշ թետա է առաջանում, որը չեմ կարողանում օգտագործել, եկեք մի քիչ ուրիշ ձևով անենք։ Լավ, եկեք գրեմ, որ խնդիրը տեսնեք։ Ստեղ լինում է թետա 1 շտրիխ, h1 եւ x2 բազմապատկած h1-ով։ Բայց այս թետա 1-ը պարտավոր չի հավասարել այս թետա 1 շտրիխին։ Եթե ստեղ h1-ը ընդհանուր եմ հանում, սրա հետ արդեն չեմ կարող x2-ի վրա կիրառեմ միջին արժեքի թեորեմը։ Բայց ես կարող եի անել հետևյալը։ Ես կարող եի վերցնել նայել այս երկու ֆունկցիաների գումարը։ Սա գումարած սա։ Եկեք դրա անուն դնեմ, ընդ որում ես նայում եմ որպես ֆունկցիա, որը կախված է x1-ից։ Այսինքն j x1-ը հավասար է f ստացվում է f x1 մի վարքան, ես ինչ եմ ուզում եմ այս ուրեմն ստացվում է f x1 x2 գումարած h2 հանած f x1 x2։ Հիմա եթե ես գրեմ j x1 գումարած h1 հանած j x1-ը, ես պնդում եմ, որ ես կստանամ հենց այս արտահայտությունը։ Ինչու՞, որովհետև կունենամ f x1 գումարած h1 x2 գումարած h2 հանած f x1 գումարած h1 x2 եւ պետք է հանեմ j x1-ը, ստացվի f x1 x2 գումարած h2 եւ հանած f x1 x2։ Այսինքն ես ստացա հենց նույն արտահայտությունը, ինչ որ գրված էր վերևում։ Պարզապես բաների տեղերը փոխվեցին։ Սա է, S էլ S է։ Հետևաբար այս j x1 գումարած h1-ը ես կարող եմ գրել հետևյալ ձևով, ուրեմն այսին դելտա h-ը, որը հավասար է j x1 գումարած h1 հանած j x1, ինքը հավասար է j շտրիխ x1 գումարած թետա 1 h1 եւ բազմապատկած h1-ով։ Բայց j-ի ածանցալը հենց f-ի մասնակի ածանցալն է ըստ x1-ի։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է df dx1, ուրեմն ես պետք է գրեմ սա։ Ստացվում է x1 գումարած թետա 1 h1 x1 գումարած թետա 1 h1 եւ պետք է վերցնեմ x2 գումարած թետա 2, x2 գումարած h2 հանած սա երկրորդ անդամը ստացվի d f dx1 էլի x1 գումարած թետա 1 h1 եւ պետք է վերցնեմ x2 ու այս ամեն ինչը պետք է բազմապատկեմ h1-ով։ Այսինքն ի տարբերություն այս նախորդի, որտեղ ես Լագրանժի թեորեմը կիրառեցի առանձին անդամների վրա, ուստեղ խնդիր առաջացավ, այս թետա 1-ը թետա 1 շտրիխից տարբերել։ Ես հիմա ունեմ նույն թետա 1-ը ստեղ։ Եվ կարող եմ հիմա Լագրանժի թեորեմը կիրառեմ արդեն ըստ երկրորդի։ Ուրեմն ինչ եմ ստանում։ Ես գիտեմ, որ այս մասնակի ածանցալները նույնպես ածանցելի են եւ ածանցալները անդադ են, այսինքն կարող եմ կիրառել Լագրանժի թեորեմը։ Կստացվի հավասար է D2F, հիմա ես ածանցում եմ ըստ x2-ի,
Ստացվում է x1 գումարած թետա 1 h1, x2 գումարած թետա 2 h2, ես տարբերությունը գրեցի, անգամ h1 անգամ h2։ Այսինքն ես իմ դելտա h-ը, որը այս արտահայտությունն էր, կարելի է գրել այդ ձևով։ Բայց h1-ն ու h2-ը լրիվ սիմետրիկ են։ Ոչ մի տարբերություն չկա իրաց մեջ, այսինքն 1-ը եւ 2-ը սիմետրիկ են։ Այստեղ ոնց որ ստացվեց սկզբից x1, հետո x2, այ նույն ձևով պարզապես այս անդամները մի քիչ ուրիշ ձևով խմբավորելով, ես կարող եմ ստանալ, որ այս նույն արտահայտությունը հավասար է d2f սկզբից x2-ի, հետո x1-ի հացանցալ, բնականաբար թետաները տարբեր են ստացվում, x1 գումարած թետա 1 շտրիխ h1, x2 գումարած թետա 2 շտրիխ h2 եւ h1 h2։ Այսինքն սա ճիշտ է, ես վերցրել եմ ցանկացած x կետ իմ տիրույթում ու վերցրել եմ h1 h2 բավականաչափ փոքր, նենց որ այս ուղղանկյունը, ավելի ճիշտ քառակուսին ամբողջությամբ գտնվում է իմ x տիրույթում։ Ուրեմն դելտա h-ը հավասար է սրանցից յուրաքանչյուրին, որտեղ թետա 1-ը եւ թետա 2-ը ֆունկցիա են h1-ից h2-ից, երկուսն էլ ֆունկցիա են 2-ից։ Ուրեմն թետա 1-ը հավասար է թետա 1, որը կախված է h1 h2-ից, ընդ որում արժեքները ընդունում է 0,1 միջակայքում, եւ նույնն էլ թետա 2-ը, թետա 1-ը եւ թետա 1 շտրիխը եւ մնացած բոլորը։ Թետա 1 շտրիխ, թետա 2, թետա 2 շտրիխ։ Բոլորը գտնվում են 0,1 միջակայքում եւ ֆունկցիա են h1 h2-ից։ Հիմա այս հավասարության մեջ ես կարող եմ կրճատել h1 h2-ով եւ ստանում եմ այս նույնությունը։ Ուրեմն սա ճիշտ է ցանկացած h1 h2-ի համար, ինչ որ թետա 1 թետա 2-ների համար։ Հիմա ինչ կարող եմ անել, դեռ չեմ օգտագործել երկրորդ հացանցյալների անընդհատությունը, ես կարող եմ գրել, որ այս ձախ մասը հավասար է d2f dx2 dx1 իմ x1 x2 կետում գումարած փոքր o 1-ից։ Երբ ինչ է նշանակում այս փոքր o 1-ից, նշանակում է մեծություն, որը ձգտում է 0-ի, երբ h1-ը եւ h2-ը ձգտում են 0-ի։ Միաժամանակ։ Նույն ձևով h մասը հավասար է d2f dx1 dx2, նորից օգտագործեցի մասնակի հացանցալների, երկրորդ կարգի մասնակի հացանցալների անընդհատությունը, ելի նույն կետում x1 x2 գումարած փոքր o 1-ից։ Բնականաբար նույն փոքր o-ն չէ, բայց ելի փոքր o է, այսինքն ձգտում է 0-ի, երբ h1 եւ h2-ը ձգտում են 0-ի։ Դե անցնում եմ սահմանի, երբ h1 h2-ը ձգտում են 0-ի, ստանում եմ, որ սա հավասար է սրան։ Այսինքն սրանով ապացույցը ավարտվում է, երբ m-ը հավասար է 2-ի, բայց m-ը 2-ից մեծ դեպքում պետք է վերցնել ցանկացած փոփոխականների զույգ եւ անել լրիվ նույն փաստարկը։ Բարձր որ մնացած փոփոխականները ոչ մի դեր չեն խաղում։ Այսինքն ես ապացուցեցի այս թեորեմը երկրորդ կարգի հացանցալների համար։ Եթե ես ունեմ երկու անգամ անընդհատ հացանցելի ֆունկցիա, ապա բոլոր մասնակի հացանցալները նույն ինդեքսներով հավասար են իրար անկախ վերցրած հեշտականությունից։ Շատ լավ, սրանով ապացույցն ավարտվում է, արդյոք կան հարցեր։ Լավ, եթե հարցեր չկան, ուրեմն միանգամից ստանում ենք հետևյալ հետևանքը։ Հետևանք ուրեմն դիցուկ ունենք k թիվը մեծ կամ հավասար է 1-ից եւ f-ը k անգամ անընդհատ հացանցելի է։
ապա ցանկացած i1 il ինդեքսների համար, որոնք փոխվում են 1-ից m, ընդ որում l-ը գտնվում է 1-ի եւ k-ի արանքում, եւ ցանկացած սիգմա տեղափոխության համար, որը 1-ից l-ը տանում է 1-ից l-ի վրա, այսինքն տեղափոխություն ասելով նկատի ունեմ փոխ միարժեք արտապատկերում, այսինքն կոպիտ ասած ես 1l-ը ես վերցնում եմ ցանկացած ձևով խառնում եմ ինդեքսները։ Եվ վերջապես ցանկացած x-ի համար ճիշտ է հետևյալը։ Եթե ես վերցնեմ f-ի l-երորդ ածանցյալը, ուստեղ վերցնեմ հետևյալ հերթականությամբ dx i1 եւ այլն dx i l։ Ես հաշվում ես ամեն ինչի x կետում, ապա այս նույնը կլինի, ինչ որ վերցնեմ f-ի l-երորդ կարգի ածանցյալը, սկզբից վերցնում եմ dx i sigma 1 dx i sigma l։ Այսինքն ոչ մի նշանակություն չունի, թե ես ինչ հերթականությամբ եմ վերցնում իմ մասնակի ածանցյալները, եթե ես գիտեմ, որ ֆունկցիան k անգամ անընդհատ ածանցելի է։ Ուրեմն այս հետևանքը հեշտությամբ ապացուցում է ինդուկցիայով։ Այսինքն սկզբի համար կարող եք վերցնել օրինակ 3 անգամ անընդհատ ածանցելի ֆունկցիա ու կիրառեք 2 անգամ մեր այս նախորդ արդյունքը ստանաք եւ այլն։ Այսինքն ոչ մի դժվար բան չկա, այս թողնում եմ ձեզ։ Եթե ճիշտ եմ հիշում, զորիչում մոտավորապես բացատրած է, ոնց է լինում, եթե դժվարություններ առաջանա, կարող եք բարձրապես զորիչի մեջ նայել։ Հիմա այս ամեն ինչի հետ կապված ես կարող եմ անել հետևյալ։ Կարող եմ ներմուծել հետևյալ նշանակումը։ Ուրեմն ես ուզում եմ հաշվել, ասենք, ինչ որ f ֆունկցիայի k-երորդ մասնակի ածանցյալ։ Դրա համար ինչ պետք է անեմ, ես պետք է սկզբից ֆիքսեմ իմ մասնակի ածանցյալները, այսինքն i1 ik, ընդ որում կապ չունի ինչ հերթականությամբ գրել, քանի որ ես գիտեմ, որ եթե ես հաշվում եմ k-երորդ ածանցյալը, ոչ մի նշանակություն չունի, թե ես ինչ հերթականությամբ սրանք վերցնեմ։ dx i1 dx ik։ Բայց ամեն անգամ այս տեսակ գրելը մի քիչ երկար է, դրա համար անում ենք հետևյալը։ Ուրեմն այս ինչ որ բազմություն է, i1 ik, ընդ որում ինքը իր բոլոր անդամները գտնվում են 1-ից m թվերի արանքում, 1-ից m են։ Ես վերցնեմ, ես ներմուծում եմ հետևյալ նշանակում, ուրեմն ալֆա 1-ը հավասար է հետևյալ բազմության, նայում եմ բոլոր j-երը 1-ից k, որոնց համար ալֆա j-ն հավասար է, i j-ն հավասար է 1-ի։ Այսինքն նայում եմ, թե մեկը քանի անգամ է հայտնվում այս հաջորդականության մեջ։ Հետո նույն բան անում եմ 2-ի համար։ Ալֆա 2-ը հավասար է n j-երի թիվը, նայում եմ այս հաջորդականության մեջ, քանի անգամ է հայտնվել 2 թիվը։ Եվ այլն, ալֆական հավասար է n j-երի թվին, որոնց համար ալֆա j-ն հավասար է k-ի։ Ուրեմն ես ստացա k հատ ամբողջ թիվ։ Ուրեմն ալֆա 1 ալֆական, իրանք պատկանում են ամբողջ թվերի բազմությանը, ընդ որում ոչ բացասական են։ Կարող է լինել 0, 1, մինչև k։ Բացի դրանից ես ինչ գիտեմ,
Ես գիտեմ, որ նրանց թիվը ալֆա 1 գումարած եւ այլն գումարած ալֆա կան, մի րոպե, ալֆա կա չէ, ալֆա m։ Ներողություն, ստեղ պետք է գրեմ ալֆա m։ Մի հատ նորից։ Ես նայում եմ, թե քանի անգամ եմ ածանցել ըստ x1-ի, քանի անգամ եմ ածանցել ըստ x2-ի եւ այլն, քանի անգամ եմ ածանցել ըստ xm-ի։ Մեզ բոլոր թվերը ոչ բացասական ամբողջ թվեր են, ընդ որում իրենց գումարը ալֆա 1 ալֆա m-ը հավասար է քանի ածանցալ կար k հատ ածանցալ։ Հետևաբար իրենց գումարը հավասար է k-ի։ Այս k թվերի մեջ կարող է լինել 1, 2 մինչև m։ Եթե ես հաշվեմ քանի հատ 1 կար, քանի հատ 2 կար, քանի հատ m կար, գումարը կստացվի k։ Այսինքն հիմա այս ածանցյալը, որ գրված էր այս տեսակ մի քիչ բարդ ձևով, ես կպայմանավորվենք, որ գրում եմ հետևյալ ձևով. dkf եւ ես ներքևում գրում եմ, որ ես ածանցում եմ ըստ x1-ի ալֆա 1 անգամ, ըստ x2-ի ալֆա 2 անգամ եւ այլն, ըստ xm-ի ալֆա m անգամ։ Այս նշանակում մի քիչ ավելի կոմպակտ է, բայց էլի բավականաչափ կոմպակտ չի։ Եկեք ներմուծենք եւս մի նշանակում, եկեք ալֆայով նշանակենք ալֆա 1 ալֆա m վեկտորը, այսինքն ալֆա 1-ը նշանակում է, որ ալֆա 1 անգամ ածանցել եմ ըստ x2-ի, ալֆա 2 անգամ ըստ x1-ի, ալֆա 2 անգամ ըստ x2-ի, ալֆա m անգամ ըստ x-ի։ Ուրեմն ինչ կստացվի, կստացվի z plus m-ից վեկտոր, այսինքն m երկարությամբ վեկտոր, որի բոլոր կոորդինատները ոչ բացասական ամբողջ թվեր են։ Ու եկեք պայմանավորվենք մոդուլ ալֆայով, եթե ունեմ այս տեսակ վեկտոր, սրան ասում են նաև մուլտի-ինդեքս, ալֆա բացարձակ արժեք ալֆան նշանակում է սրանց գումարը, որը իմ մասնավոր դեպքում հավասար է k-ի։ Եվ փոխանակ գրեմ այսքան երկար բան, ես կգրեմ d ալֆա f dx ալֆա, այսինքն սա պարզապես նշանակում է։ Կամ, եթե ավելի կարճ եմ ուզում գրել, պարզապես գրեմ d ալֆա f։ Այսինքն, եթե ես ֆիքսել եմ այս տեսակ վեկտոր մուլտի-ինդեքս, որի կոորդինատները ոչ բացասական ամբողջ թվեր են, ապա d ալֆա f-ը նշանակում է հետևյալը։ Եկեք մի հատ նորից գրենք ստեղ d ալֆա f-ը, երբեմն ես կգրեմ d ալֆա f dx ալֆա, կամ նույնիսկ այսենց, այս ըստ սահմանման նշանակում է հետևյալը, որ ես վերցնում եմ ալֆայի երկարությունը եւ ալֆա 1 անգամ ածանցում եմ ըստ x1-ի, ալֆա m անգամ ածանցում եմ ըստ x-ի։ Կարող է մի քիչ բարդ թվալ սկզբի համար, բայց իրականում անհայմատ ավելի պարզ է, քան թե ամեն անգամ այս երկար բարակ նշանակումը գրելը։ Այսինքն, եթե մենք ուզում ենք ինչ-որ ձևով քիչ թե շատ կոմպակտ եւ հասկանալի ձևով գրենք այն ինչ-որ հետո է գալու, այսինքն Թեյլորի բանաձևը, ինչ-որ ձևով պետք է նշանակումները մի քիչ կարճացնենք, որպեսզի հասկանալի թե ինչի հետ գործ ունենք։ Շատ լավ, արդյոք հարցեր կան այս նշանակումի մասին, թե որտեղից ինչեր, ինչի այս նշանակումը արդարացված։ Մենք թեորեմ ապահովեցինք, որով ցույց տվեցինք, որ եթե ես ունեմ երկու անգամ անընդհատ ածանցելի ֆունկցիա, ապա նշանակություն ունի, թե ես ինչ երթականությամբ եմ վերցնում ածանցալները։ Դրանից անմիջապես ստանում ենք, որ եթե ունենք k անգամ անընդհատ ածանցելի ֆունկցիա, ապա մինչև k-երորդ մասնակի ածանցալների համար հերթականությունը ոչ մի նշանակություն չունի։ Կարող եմ սկզբից վերցնեմ ալֆա 1 անգամ x ըստ x1-ի, հետո ալֆա 2 անգամ x2-ի եւ այլն։
դե քանի որ տենց է, այս նշանակումն էլ կարելի է մի քիչ ավելի բարձրացնել։ Փոխանակ թվելու թե ինչ ածանցալներ են վերցրել, որտեղ շատ ինդեքսներ կարող է նույնը լինեն, ես հաշվում եմ սկզբից քանի անգամ եմ վերցրել ըստ x1-ի, քանի անգամ ըստ x2-ի, քանի անգամ ըստ x-ի։ Ստանում եմ ինչ-որ վեկտոր ամբողջ ոչ բացասական կոորդինատներով, մոդուլ ալֆայով նշանակում եմ կոորդինատների գումարը և օգտագործելու եմ այս նշանակումը։ Շատ լավ, ուրեմն հիմա կարող ենք ներմուծել բարձր կարգի ածանցալները։ Դրա համար ապահովենք սկզբից հետևյալ լեմը։ Լեմ դիցուկ f-ը c կադասի ֆունկցիա է, այսինքն մինչև k երրորդ կարգի բոլոր մասնակի ածանցալները գոյություն են և անընդհատ են։ X-ը ինչ-որ կետ է և h-ը վեկտոր է Rm-ից։ Ապա գոյություն ունի այնպիսի դելտա դրական թիվ, որ T f x գումարած th ֆունկցիան պատկանում է ck մինուս դելտա դելտա դասին։ Այսինքն լրիվ խիստ լինի, պետք է երկու հատ փաղագիծ դնեմ։ Եկեք մի հատ տեսնենք ինչի ասում է լեմմա։ Ես ունեմ x տիրույթը։ X տիրույթում վերցրել եմ ինչ-որ մի x կետ, փոքր x կետ, և վերցրել եմ h վեկտորը, այսինքն h-ը ինչ-որ ուղղություն է x-ում, x-ից դուրս եկող։ Հիմա ես նայում եմ x գումարած th-ը, ինչ է նշանակում x գումարած th, x գումարած th-ը, երբ t-ն փոխվում է r-ում, այդ x-ով անցնող և h ուղղությամբ գնացող ուղիղն է։ Այսինքն այդ սա է։ Բնականաբար, եթե t-ն շատ մեծ վերցնեմ, ես կարող եմ x-ից դուրս գամ։ Բայց եթե t-ն շատ մեծ չի, ասենք փոխվում է մինուս դելտա դելտա միջակայքում, ապա իմ ես x գումարած th կետը կմնա x-ում։ Լեմը ասում է, որ եթե f-ը c-կա դասից է, ապա այս ֆունկցիան էլ, որը մինուս դելտա դելտան արտապատկերում է r-ի վրա, ճիշտ է, քանի որ f-ը սկալար ֆունկցիա է, ես ստանում եմ t-ն, որը մինուս դելտա դելտայից է, fx գումարած th-ը ինքը պատկանում է r-ին, այսինքն ես ստանում եմ պարզապես ֆունկցիա r-ի ենթաբազմությունից մինուս դելտա դելտա միջակայքից r-ի վրա, r-ի մեջ։ Ուրեմն լեմը ասում է, որ այս եթե f-ը c-կա դասից է, ապա ստացված ֆունկցիան նույնպես կլինի c-կա դասից։ Եկեք արագ հասկանանք, թե ինչի էսպես։ Քիչ թե շատ հասկանալի է, եթե ես ունեմ այս ֆունկցիան, որը affine ֆունկցիա է, այսինքն անվերջ ածանցելի է, և ունեմ f ֆունկցիան, որը c-կա դասից է, ապա համադրույթը նույնպես կլինի c-կա դասից։ Եկեք մի հատ գրենք արագ, տեսնենք ինչ է ստացվում։ Ուրեմն ապացույց։ Եկեք սկսենք առաջի ածանցալից։ Ուրեմն ֆունկցիան նշանակում եմ j-ով, j-տեն հավասար է f x գումարած th, այդ դեպքում ես գիտեմ, բարդ ֆունկցիայի ածանցալն է, j'-տեն հավասար է գումար, j-ն հավասար է 1-ից m, df dxg x գումարած th և j երրորդ կոորդինատը ըստ t-ի կստացվի hg։ Ուրեմն եթե կան հավասար է 1-ի, պարզապես ստացա, որ ինքը c1 դասից է, որովհետև այն ինչ որ ստացել եմ ստեղ անընդհատ է։ Եթե կան հավասար է 2-ի, մի անգամ էլ եմ ածանցում j2 շտրիխը,
հավասար է, արդեն երկու անգամ պետք է ցանցեմ, կստացվի գումար i-ին հավասար է 1-ից m յուրաքանչյուր ֆունկցիայի համար ես կարող եմ կիրառել այս բանաձևը։ Այսինքն կստացվի d2f dx-ի dxg x գումարած th եւ կստացվի h-ի hg։ Հասկանալի է, որ ինդուկցիայով ես կարող եմ ապահովել, որ մինչև k երրորդ տածանցյալ կարող եմ գնալ։ Այսինքն ինդուկցիայով ես ստանում եմ, որ եթե վերցնում ենք j-ի, ասենք ինչ որ l կարգի տածանցյալ t կետում, ապա ինչ պետք է անենք, պետք է վերցնենք գումար, վերցնեմ բոլոր ինդեքսները i1-ից i1 i-ը, որը փոխվում է 1-ից m, եւ l անգամ ածանցում եմ f ֆունկցիան, dx i1 dx il, պետք է վերցնեմ x գումարած th կետում եւ h i1 h il։ Առաջարկում եմ ինքնուրույն համոզվեք, որ այս բանաձևը ճիշտ է, համարյա անելու բան չկա։ Այս հասկանալի է, հուսով եմ սա էլ է հասկանալի, պարզապես սա ենք ածանցում եւ մնացածը ինդուկցիայով ստանում եք։ Եթե դեռ պարզ չի, կարող եք սա եւս մի անգամ ածանցել, տեսնել ինչ կստացվի ու ընդհանուր դեպքը կդառնա ակնհայտ։ Դա եկեք ուրեմն հասկանանք ինչի հասանք այս պահին, ուրեմն ես ունեմ f ֆունկցիա, որը k անգամ անընդհատ ածանցելի է, որը նշանակում է բոլոր մասնակի ածանցյալները գոյություն ունեն եւ անընդհատ են։ Լեմը ասում է, որ եթե ես ֆիքսել եմ x կետը եւ ցանկացած ուղղություն, ապա բավականաչափ փոքր t-երի համար f-ի սահմանափակումը x-ով անցնող ուղղի վրա պատկանում է c-կա դասին։ Ուրեմն ըստ սահմանում ես վերցնում եմ c-կա դասի ֆունկցիա, կան ցանկացած տիպ է 1-ից մեծ կամ հավասար, եւ x կետ, որը պատկանում է x-ին։ Ուրեմն f-ի k երրորդ դիֆերենցիալ կանվանենք հետևյալ ֆունկցիան։ F-ի k երրորդ դիֆերենցիալ x կետում, x-ում կանվանենք հետևյալ ֆունկցիան, ուրեմն այսինքն ֆունկցիա եմ ես սահմանում, որը գնում է, որը h-ին, այս վեկտորը r m-ում համապատասխանության մեջ է դնում n, ինչ որ ես անվանում եմ dkf-ը x կետում հաշված h վեկտորի վրա, այս պահին ես պարզապես նշանակում է, ոնց եմ սահմանում այս ֆունկցիան, ուրեմն ես պետք է վերցնեմ dk dtk f x գումարած th, ես գիտեմ լեմմի համաձայն սա k անգամ ածանցելի ֆունկցիա է։ Լեմը դա էր ասում, որ եթե ես վերցնեմ t fx գումարած th ֆունկցիան, ապա ինքը կլինի c-կա դասից, k անգամ ինքը ածանցելի է, վերցնում ես ֆունկցիան k անգամ ածանցում եմ եւ հաշվում եմ արժեքը t հավասար է 0 կետում։ Ուրեմն ունեմ f ֆունկցիա x կետ, f-ի k երրորդ դիֆերենցիալ x-ում անվանում ենք այս ֆունկցիան, որը h-ին անպատասխանության մեջ է դառնում այս բարդ ֆունկցիայի ածանցյալը, k երրորդ ածանցյալը t-ին հավասար է 0 կետում։ Այս մեր նախորդ լեմի ապացույցը ինչ-որ բաներ է տալիս, ինչ-որ բանաձևեր է տալիս,
Ուրեմն օրինակներ կամ մի օրինակ։ Եթե ես վերցնեմ կան հավասար է 1, եթե կան հավասար է 1-ի, ես նշանակում է պետք է վերցնեմ j-ի, այս իմ j ֆունկցիայի ածանցյալը և հաշվեմ h-ը տեն հավասար է 0 կետում։ Այսինքն d1f-ը, որը ես պարզապես կնշանակեմ df, x կետում հաշված h վեկտորի վրա ստացվում է հենց սա։ Վերցրած տեն հավասար է 0 կետում։ Ստացվում է գումար j-ն հավասար է 1-ից m, df dx-j-ն x կետում և բազմապատկված h-ով, այսինքն ստացանք մեր սովորական դիֆերենցիալը։ Ինչ է ստացվում, երբ կան հավասար է 2-ի։ Կան հավասար է 2-ի դեպքում սա է երկրորդ ածանցյալը, պետք է հաշվեմ տեն հավասար է 0 կետում, ուրեմն ստացվում է d2f x կետում հաշված h վեկտորի վրա հավասար է գումար j-ն հավասար է 1-ից m, d2f dx-ին x կետում բազմապատկված h-ով։ Այս երկրորդ դիֆերենցիալն է։ Ուրեմն թեորեմը ձևակերպենք և դրանով կավարտենք։ Թեորեմ դիցուկ f-ը c-կա դասից է x տիրույթում, ապա ցանկացած x-ի համար x-ից և ցանկացած h վեկտորի համար k երրորդ դիֆերենցիալը կարելի է գրել հետևյալ տեսքով. dkf x-ը հաշված h վեկտորի վրա հավասար է, ուրեմն k ֆակտորիալ գումար, ես վերցնում եմ բոլոր մուլտիինդեքսները m երկարության, որոնց կոորդինատների գումարը հավասար է k-ի, եկեք ես k ֆակտորիալը ներսում գրեմ, k ֆակտորիալ բաժանած ալֆա 1 ֆակտորիալ և այլն ալֆա m ֆակտորիալ և ստեղ պետք է գրեմ f-ի ալֆա երրորդ ածանցյալը x կետում։ H-ը մոռացա, h1-ի ալֆա 1, h-m-ի ալֆա m։ Կամ ավելի կարճ գրառում կա այս նույն բանի, ըստ սահմանման ուղղակի, ես վերցնում եմ բոլոր մուլտիինդեքսները, որոնց երկարությունը k է, k ֆակտորիալ բաժանած ալֆա ֆակտորիալ, d ալֆա f x կետում և h-ի ալֆա աստիճան, որտեղ ըստ սահմանման ալֆա ֆակտորիալը հավասար է ալֆա 1 ֆակտորիալ և այլն ալֆա m ֆակտորիալ, և h-ի ալֆա աստիճանը հավասար է h1 ալֆա 1 և այլն hm ալֆա m։ Այսինքն f ֆունկցիայի k երրորդ դիֆերենցիալը h վեկտորի վրա, ինչ է k երրորդ դիֆերենցիալը, ինքը ֆունկցիա է, որը rm-ից գնում է r։ Ոնց է որոշում այդ ֆունկցիան, այս բանաձևով, որը տրված էր ուր էր սա, պետք է վերցնեմ բարդ ֆունկցիայի ածանցյալը k երրորդ ածանցյալը 0 կետում, թեորեմը ասում է, որ s մի քիչ հասկանալի չէ թե ինչ է,
Այս արտահայտությունը շատ ավելի հասկանալի է։ K երրորդ դիֆերենցիալը արտահայտվում է f-ի K կարգի մասնակի հացանցալներով եւ բազմանդամ է h-ից։ Ընդ որում համասեռ բազմանդամ է, եթե h-ը բազմապատկվում է ինչ-որ c թվով, արդյունքը բազմապատկվում է c-ի k աստիճանով, քանի որ ստեղ վերցրած է միայն ալֆան, n ալֆաները, որոնց երկարությունը հավասար է k-ի։ Ուրեմն այս հաջորդ անգամ մենք ապացուցենք ու ամեն ինչ պատրաստ կլինի Թեյլորի բանաձևի համար։ Կարող եք փորձել ինքնուրույն մի քիչ տանատեսնել, թե ոնց է ստացվում այս բանաձևը, բոլոր դեպքերում հաջորդ անգամ ապացուցելու ենք։ Կան հարցեր։ Ինչ որ հատկությունների ապացույցներ գտնելու կամ ինչ որ նոր հատկություններ գտնելու համար ինչ որ հարմար բիեկցիաներ չկան R-ի m-ից դեպի R, որ ոնց որ ֆունկցիան փոփոխականից կախված լինի ու դրանց ավելի հեշտ հատկություններ գտնելու։ Մի րոպե, ինչ հատկությունների մասին է խոսքը, դիֆերենցիալի հատկությունների մասին, թե Ընդհանուր գլոբալ, բայց դիֆերենցիալի հատկությունների հետ ապացույցների մասին ասենք, որ կարիք չէ, որ բիեկցիա սարքենք RM-ից R բիեկցիա, այդ բիեկցիան բավական տհաճ բան կլինի, որտեվ այսինքն որ դեպքում ֆունկցիաների ուսումնասիրությունը կարող եք վերել մեկը մյուսին, եթե այդ բիեկցիաները կոպիտ ասած փոփոխականի փոխարինում են, այսինքն փոխմիարժեք արտապատկերումներ են, որոնց համար ինչ որ ողորկության հատկություն կա երկու ուղղությամբ։ Այսինքն պատկերացրեք օրինակ հարթության վրա նայում եք դեկարտյան կոորդինատները եւ բևեռային կոորդինատները։ Եթե 0 կետը հանում ենք, ներկա ու օգտագործել դեկարտյան կամ բևեռային կոորդինատներ համարժեք են, քանի որ մեկից մյուսը անցումը ողորկ է։ Հիմա եթե ուզում եք RM-ը R-ի վրա բիեկցիա անել, ապա երբեք չեք ստանա երկու ուղղությամբ ողորկ արտապատկերում։ Այդ օրինակ հետևում է, կտեսնենք օրինակ բանից հակադարձ ֆունկցիայի թեորեմից, որ որպեսզի լինի ողորկ, պետք է դիֆերենցիալ լինի դարձելի, իսկ որպեսզի դիֆերենցիալ լինի դարձելի, չափողականությունը պետք է լինի նույնը։ Այսինքն մի քանի փոփոխականի ֆունկցիաները բերել մի փոփոխականի ֆունկցիայի հնարավոր չի, բայց հնարավոր է անել այն, ինչ որ մենք այսօր արեցինք, այսինքն ուսումնասիրել, եթե գիտենք, որ ինքը c-կա դասից է, ուսումնասիրել ֆունկցիայի սահմանափակումը ուղիղների վրա։ Այս օգտակար մտահղացում է, որովհետև օրինակ հնարավորություն է տալու մեզ դուրս բերել Թեյլորի բանաձևը մի փոփոխականի փոփոխականի ֆունկցիաների համար, օգտագործելով մի փոփոխականի ֆունկցիայի Թեյլորի բանաձևը։ Այդ իմաստով կարելի է ինչ որ բաներ անել։ Ուրիշ հարցեր։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա այսօր այսքանը, կհանդիպենք ուրեմն երկուշաբթի օրը։ Այսինքն բոլորին։